Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հանրապետության տոնի առիթով ու կմաղթեմ, որ բոլորիս համար, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար այսօրը դառնա նաև անկախությունը, անկախ պետականությունը, Հայաստանը որպես անկախ հանրապետություն արժևորելու ու վերարժևորելու խորհուրդն ու նշանակություն ունեն։ Իշխանության ներկայացուցիչները չեն եկել այսօր Սարդարապետի հուշահամալիր, մի քանի պսակ ուղարկելով են սահմանափակվել եւ զուգահեռ Հանրապետության հրապարակում մեծ շքերթ են կազմակերպել, բանակի տեխնիկան են ցույց տալիս, ընտրությունների նախաշեմի նման պահվածքը ինչպես կմեկնաբանեք։ Ընդհանրապես նախընտրական շոու է, ըստ ռազմական շքերթ է, բնականաբար դա որևէ կապ չունի այսօրվա խորհրդի հետ, օրվա նշանակության հետ, մեր պետության հաղթանակների հետ, որտեղ այս իշխանությունը միայն պարտություններ է բերել մեր երկրի, մեր պետությանը։ Ու դա է նաև պատճառը, որ այսօր գուցե չեն այցելում Սարդարապետի հուշահամալիր, որը մեր հաղթանակների առհավատյանն է։ Ասում են յուրահատուկ կերպով ենք տոնում, այս տարի խաղաղությամբ ենք տոնում այս տոնը։ Եկեք չմեկնաբանեմ։ Իսկ այստեղ ոչ մարդաշատ լինելը ինչպես կմեկնաբանեք։ Ամեն տարի մարդաշատ է լինում հուշահամալիրի տարածքը, այսօր վաղ առավոտից սակավաթիվ։ Սակավամարդ է, որովհետև ցավալիորեն վերջի տարիներին մեր ժողովրդի մեջ այդ հաղթողի հոգեբանությունը կոտրվել է եւ մարդիկ չունեն տոնելու տոնական տրամադրություններ հասկանալի պատճառներով մենք շատ մեծ կորուստներ ենք ունեցել եւ դա չի կարող իր հետքը չթողնել, դա չի կարող մարդկանց տրամադրության վրա չազդել, բայց ես հույս ունեմ, որ շատ շուտով այս ամենը կավարտվի, մենք իրապես կունենանք նոր հաղթանակներ եւ կունենանք ուժեղ պետություն, ուժեղ պետականություն։ Ես էլ եմ շնորհակալ։